Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 10-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե, այս ալիքում միայն լինում է տարվա ծնված նշանների համար։ Եթե ուզում եք նայել ամսվա ծնված նշանները, նաև հավելել, կարող եք նայել մյուս ալիքում, հղումները շատ են լինում մեկնաբանության բաժնում, կարող եք նայել նաև վերնագրում, եթե սեղմ եք, վերնագրի հետ ներքևում կան բոլոր տվյալները։ Իմ մնացած բոլոր ալիքների։ Նաև օրը երկուշաբթի է, տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք առնետներին։ Երևի արդեն այս կողմում դնեմ։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 10-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ։ Նաև այստեղ երկեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, այդ օրը փորձեք քիչ կիսվել տարբեր մարդկանց հետ։ Ելք եք փնտրելու եւ հույսով եք, որ այդ ելքը կգտնեք եւ այստեղ բնականաբար է ելքը գտնում եք։ Գուցե ձեզ օգնում են կամ հույսներ դրել եք ինչ-որ մեկի վրա եւ դրանից ելնելով կարողանում եք դուք գտնել ձեր այդ ելքը, ինչ-որ մի հարցին լուծում տալու համար։ Ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք, ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք այստեղ հստակ երկար սպասված որոշ պայմանագիր է, միգուցե աշխատանքային, միգուցե նաև բիզնեսի հետ է կապված ինչ-որ պայմանագիր է որևիցե կազմակերպության հետ։ Նաև կարող եք ձեր բիզնեսը առաջ տանել, ձեր գործունեությունը առաջ տանել, գնալ հարցազրույցի, նաև հանդիպել պետական աշխատողի հետ։ Եվ ոմանք երկար էին սպասել այս ամուսնության առաջարկին եւ կստանաք այդ ամուսնության առաջարկը կամ հրավիրատոմսը, որպեսզի գնայեք հարսանիք, գիտեք, որ օրինակ տվյալ անձնավորություն ամուսնանում է, բայց դեռևս ոնց որ ձեն չկար, ձեզ հրավերք չէին ուղարկել։ Հիմա արդեն այն կստանաք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Տարվա ծնված ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 10-ին։
Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Ինչ որ մի բան է ուշանում, մոտավորապես 1 ամիս կարող է ուշանալ, հնարավոր է նաև գումարի հետ է կապված։ Եթե ոչ, ապա մեկ այլ բան է։ Այդ օրը կարող եք գումար ստանալ, գումար ծախսել նաև, գումարի մասին խոսել, արժեքի մասին խոսել։ Հուզված եք բավականին շատ, օրվա ընթացքում կարող եք պարկել, նաև միգուցե արտասվում եք, հա, թաքուն ինչ որ մարդկանցից պարկում եք, իբրև քնում եք, բայց արտասվում եք։ Եվ երեկոյան տատանվում եք, ինչ որ հարց է ձեզ տանջելու։ Միգուցե գումարն է, իրոք կարող է գումարը ասել են 1 ամիս ուշ է գալու, որը նաև ձեզ համար շատ կարևոր էր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 10-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը որոշ գործեր առաջ կտանեք, միգուցե շուտ եք արթնանում, որ գործերը առաջ մղեք, բայց քիչ, շատ չեք կարող։ Միգուցե նաև երկար եք քնում եւ դրա համար չեք կարողանում շատ առաջ մղել ձեր գործերը։ Օրվա ընթացքում որոշ լուսավոր պահեր տեղի կունենան, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Նաև հեռախոսազանգ կունենաք կամ դուք կզանգահարեք, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց կհրավիրեն որևէ հարսանիքի, կամ ձեր հարսանիքն է, պատրաստվում եք այս շաբաթ, նաև գործարք կարող է լինել դա, որ գործարք եք կնքում, պայմանագիր եք կնքում որևիցե մեկի հետ։ Եվ իհարկե նաև ընտանիքում որևիցե կարևոր մի բան է տեղի ունենալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 10-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օր առավոտյան հույսով եք լցվել, հույսն է դրել ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա նաև։ Եվ ոմանք սիրո խոստովանություն կստանան, դուք կանեք սիրո խոստովանություն կամ հույսով եք, որ սիրո խոստովանություն անեք նաև կընդունի, հույսով եք, որ կհանդիպեք ձեր հարազատներին, հույսն այդ կամ դրել եք ձեր երկրորդ կեսի վրա։ Օրվա ընթացքում այստեղ ոմանք գործարքի հետ կապված կարող եք ճանապարհ գնալ կամ ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ գործարքի եք կնքում, միգուցե տան հետ է կապված, աշխատանքի հետ է կապված։ Ոմանք պատրաստություն են տեսնում հարսանեկան եւ դրանով եք զբաղված, կամ գնում եք գնումներ կատարելու, որպեսզի շաբաթ օրը գնաք հարսանիքի։ Ինչ-որ նմանատիպ պահեր են, որը հենց ճանապարհի հետ է կապված։ Եվ այստեղ հնարավորություն կարող եք բաց թողնել աշխատանքի հետ կապված, շատ ուշադիր եղեք, որովհետև հետո հուզվում եք, կարող եք նաև արտասվել։ Կամ զանգահարում են ձեզ չեն ընկնում, դրա համար եք բաց թողնում, որովհետև այստեղ կարող է զբաղված եք ուրիշ բաներով։ Կամ ուղղակի այդ պահին որոշում եք, որ չէ, ժամանակ չունեք եւ այլն, այդ ժամերը հարմար չի, հետո փոշմանում եք եւ արդեն ուշ է լինում։ Նաև դա կարող է լինել ինչ-որ մեկի հետ հանդիպում։ Միգուցե նաև ձեզ ինչ-որ պաշտոն են առաջարկում, ոչ թե առաջ խաղացում են առաջարկում, եւ դուք այս պահին մերժում եք, հետո փոշմանում եք, բայց արդեն ուշ է լինում։ Հեռախոսազանգ ունեք այդ օրը եւ կարիերայի փոփոխություն շատ չէ, բայց փոփոխություն կնկատվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 10-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը գումար կամ կստանաք, կամ գումարի մասին եք խոսելու, կամ գումար եք ծախսելու։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամ եք կպայմանավորվել կամ ժամ կպայմանավորվեք այդ օրը, բավականին հուզված կլինեք, միգուցե ժամադրություն է, միգուցե կարևոր հանդիպում է, եւ հուզված կլինեք։ Բավականին էմոցիոնալ կլինեք, հեռախոսազանգ կունենաք այդ օրը եւ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, ով որ ձեզ շատ է սիրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին նոյեմբերի 10-ին։
Հարգելի օձեր, այդ օրը ոչ է լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, որ տրամադրությունը բարձրացնի։ Բավականին էմոցիոնալ կլինեք, նավրի աշխատանքի վայրում եք այդպես էմոցիոնալ, հնարավոր է նաև աշխատանքի եք ընդունվում դրա համար եք էմոցիոնալ կամ գնում եք հարցազրույցի եւ այնտեղ եք, հա, այդպես ինչ որ էմոցիոնալ պահեր ունենում։ Նաև ոմանք կարող են հանդիպել ոչ է պետական աշխատողի, դա եւս, հա, ձեզ մոտ էմոցիաներ բերի։ Օրվա ընթացքում դռներ են բացվելու ձեր առջև, նոր հնարավորություններ, հաջողություն յուրաքանչյուր գործում, ինչը որ կանեք։ Այն երեկոյան ինչ որ մի բան է ուշանում, մոտապես 3 ամիս կուշանա, կամ ձեր գորգռոցի պատճառով է ուշանալու, կամ ուշանում է դրա համար եք գորգռում։ Ինչ որ մեկի վրա, գուցե 3 ամիս չի գալու, հա, նմանատիպ ոչ է պահեր են, եւ դրա համար գորգռում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձյերին։ Ինչ է սպասվում ձյերին նոյեմբերի 10-ին։ Հարգելի ձեր, այդ օրը գորգռում եք ինչ որ մեկի վրա, որովհետև սպասում եք, միգուցե ուշանում է, դրա համար եք գորգռում։ Եվ ժամի հետ կապված երեկոյան ինչ որ հաջողություն ունեք, միգուցե ճիշտ ժամանակին տեղ եք հասնում, ճիշտ ժամանակին մարդիկ են գալիս, ճիշտ ժամանակին լինում են ինչ որ ուզում եք, հա, ինչ որ մի բան է, որ կամ խոսում եք տնորենի հետ, որը ուշ ժամի աշխատեք եւ համաձայնվում է, այ դա եւս ձեր ցանկությամբ կլինի։ Այնպես որ հաջողություն է ձեզ սպասվում որևիցե ժամի կամ ժամանակի հետ կապված։ Կամ ժամանակին հասցնում եք եւ տալիս եք հաջողորդի ապրանքը։ Ոչ թե մի պահեր են։ Կամ ժամանակին հասցնում եք դատարկ ավտոբուսին օրինակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 10-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ։ Այդ օրը ինչ որ մեկին եք սպասում,
որ նաև ձեզ SMS գրի, ինչ-որ մեկը փաստաթուղթ ուղարկի ձեզ, ոչ թե տեղեկատվության եք սպասում առավոտյան շատ շուտ։ Կամ սպասում եք ինչ-որ մեկը գա, որ այդ փաստաթուղթը ստորագրեք, որտեղ այստեղ կարիերայի բարձրացում ունեք։ Ոմանք շատ պատվերներ կունենան այդ օրը, ոմանք հենց առաջ խաղացում, միգուցե ձեզ պաշտոն են առաջարկում, դուք ընդունում եք եւ առաջ խաղացում եք ունենում։ Եվ նաև երկար սպասված որևէ տեղեկատվություն է, որևէ լուր է, որևէ փաթեթ է, ինչ-որ մի բան է, որը երկար եք սպասել։ Առավոտյան սպասում եք, երեկոյան ստանում, միգուցե։ Կարող առավոտյան չեք ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 10-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը մտածում եք, ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Նաև առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, բայց երեկոյան արդեն վիճում եք ինչ-որ մեկի հետ։ Եվ երկար սպասված որևէ նամակ կստանաք, փաստաթուղթ է, փաթեթ է, ինչ-որ մեկից SMS, հա, որին որ երկար եք սպասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին նոյեմբերի 10-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը հաջողություն է ձեզ սպասվում, նաև այստեղ ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը, կարող է նաև հոգնածություն է, որ պետք է հանգստանաք։ Եվ վիճում եք որևիցե տղայի հետ օրվա ընթացքում, կամ վիճում եք այդ տղան է խանգարում, կամ գալիս միջամտում է, կամ այդ տղայի հետ եք վիճում, միգուցե ինչ-որ մասնագետ է, միգուցե ձեր կողքն է, հա, ինչ-որ հարցերում եւ ինչ-որ մի բան դուր չի գալիս եւ սկսում եք վիճել իրար հետ։ Դա ամեն ինչ ձեզանից է կախված, դուք եք որոշում։ Այսքանը ձեզ համար,
Հաջողություն ասացի, թե ոչ, հաջողություն ունեք այդ օրը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 10-ին։ Հարգելի շներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձրեք ժամին, որպեսզի չուշանաք։ Տուն գումար է մտնում կամ տան վրա գումար եք ծախսում կամ տան անդամները սկսում են գումար աշխատել, գումար են բերում տուն, հա ինչ որ պահեր են, տունը եւ գումար կամ տունը վաճառում եք, գումարը գալիս է, ստանում եք։ Ձեզ սիրված կզգաք այդ օրը առավոտյան, հնարավոր է երեկոյան նաեւ կարող ժամադրված եք ձեր սիրելի մարդկանց հետ, նաև դա կարող է լինել, սպասում եք, հա, ժամերին եք նայում, թե երբ է գալու ձեր սիրելին տուն։ Եվ այստեղ էմոցիոնալ ինչ-որ ելք եք փնտրում որևիցե հարցին լուծում տալու համար։ Եվ կարծես թե տալիս եք այդ լուծումը, որովհետև առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, դա նշանակում է, որ ելքը կգտնեք, հա, լուծումը կգտնեք ինչ-որ մի հարցի։ Միգուցե նաև էմոցիաները խանգարում են, հա, պետք է այդտեղ արդեն մտածել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խոզերին։ Ինչ է սպասվում խոզերին նոյեմբերի 10-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը ընտանիքում ինչ-որ բան է կանգնած, ինչ-որ մի բան է դանդաղում, ընտանիքի անդամները ինչ-որ բաներ չեն անում, ինչ-որ մի բան չեն արել, միգուցե գորգռում եք, հա, կամ իրենց դանդաղ կոտության համար, կամ որ կանգնած են, ոչինչ չեն անում դրա համար։ Նաև սա կարող է ձեզ ամուսնության առաջարկ են անում եւ հետո գորգռում եք, այնպեսի մեկն է անում, որը պետք չէր ձեզ ամուսնության առաջարկ անել։ Նաև դա ընտանիքն է եւ գործարքը։ Գործերը կանգնած են, գործարքը դեռ չի լինում, դրա համար գորգռում եք։ Օրվա ընթացքում ելք եք փնտրելու, ելքը կարծես թե գտնում եք, որովհետեւ հաջողություն ունեք, դա նշանակում է ելքը կգտնեք եւ միգուցե հաջողությունը մեկ այլ տեղում է։ Եվ իհարկե երեկոյան կմտածեք կամ ինչ-որ մեկի մասին, կամ ինչ-որ բանի մասին։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։